Չափազանց այսպես հուզվում եք բոլոր դատականիստերին, տեսել ենք ձեզ, որոշումը ինչպես ընդունեցիք, սպասելի էր ձեզ համար։ Փառք Աստծո, սպասելի էր, երազ էի տեսել ու սպասում էի, որ իմ բալային պիտի թողեմ, որովհետև ինքը արդար է, ազնիվ է։ Շնորհակալ եմ դատավորներից բոլորից, որ ճիշտ գոնե արդարություն պահեցին, ճիշտ է, էլի Իրանը չի, բայց փառք Տիրոջը, գոնե ընտանիքի հետ կլինի։ Սա դուք եւս համարում եք քաղաքական գործ, ընթացք ինչպես է փաստաբանն է, դատարանում բարձրաձայնվեց, ինչպես ընդդիմադիր դաշտն է ասում, որ պարոն Համբարձումյանը կալանքի տակ է, քանի որ ընդդիմության միասնական վարչապետի թեկնածուն է։ Իհարկե միասնական վարչապետի թեկնածուն է, բայց ճիշտն ասած այնքան ծեծված թեմա է արդեն, քաղաքական է, իհարկե, ազնիվ է ինքը, ամեն հարցում ինքը կարդարան է։ Այստեղ քաղաքացիները կանգնած են հակառակ անվարի նպաստ եղանակային պայմանների նախորդ դատականիստներ, այս քաղաքացիների սերը դուք երևի ամեն օր զգացել եք, այս ընթացքում ձեզ ինչ են մոտեցել, ինչ են ասել, երբ որ Համբարձումյանը կալանքի տակ է եղել։ Այս ամբողջ իր համայնքն է, բոլոր իրան շատ սիրում են։ Բոլորը ինձ մոտիկանում էին, ասում են ախր ինքը պետք է չլինի, ինչով կարող ենք օգնել։ Մենք ոչ մեկին չենք ստիպել, որ իրան գան, իրանց կամքով եկել են, իրանց համայնքապետին ուզում են տանեն։ Բոլորը շատ սիրում են, հարգում են,